6 ամիս առաջ հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին։ Արմլուրի տեղեկությունների համաձայն մեր ձևով շարժումն այս օրերին վարչապետի թեկնածուի քննարկումների մեջ է ու կարծես թե վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանը չէ, այլ թեկնածուն են։ Սակայն դեռևս ոչ ոք չի ցանկանում գաղտնազերծել թեկնածուին։ Դեռ նախորդ տարվանից նախընտրական փուլում մղվող քաղաքական պայքարում օրորի նոր ուժեր ու շարժումներ են ձևավորվում, որոնք հետագայում մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նրանցից մեկն էլ մեր ձևով շարժումն է, իսկ շարժման առաջնորդը Սամվել Կարապետյանը։ Վերջինս գրեթե 8 ամիս է գտնվում է կալանքում։ Նշեմ, որ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն օրերս հայտարարեց, որ փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը, որը ըստ տեղեկությունների ինքը չէ։ Հարկ է նշել, որ Արմլուրի տեղեկություններով մեր ձևով շարժումը փետրվարի 12-ին համագումարն անցկացնելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի համար համալիրի տնօրենի փոխանցմամբ կվճարի 7 միլիոն դրամ։ Արմլուրի հետ զրույցում մեր ձևով ժողովրդական շարժման խոսնակ Մարիան Աղահրամանյանը նպատակահարմար չգտավ մեկնաբանել տեղեկությունն ու ոչ երգեց, ոչ հաստատեց թեկնածուի մասին տեղեկությունը։ Փաստը մնում է փաստ, որ մեր ձևով շարժումը կարծես թե սպառնալիք է իշխանության համար, քանի որ վերջինները վստահ են, որ շարժման առաջնորդը հայ հասարակության կողմից ընդունելի կլինի։